Նախ առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել բոլոր այն մեր ընկերներին, ովքեր որ երբևէ բախտ են ունեցել անդամակցելու Դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միությանը, իսկ անցնող 35 տարվա ընթացքում հարյուրավոր, եթե ոչ հազարավոր երիտասարդներ են անցել Աղբալյան ուսանողական միության դպրոցով, բառից բուն իմաստով դպրոցով, որտեղ ստացել են դաստիարակություն, կազմակերպվածություն, ընկերասիրություն եւ այն բոլոր անհրաժեշտ որակները, որոնք կարծում եմ հետագայում իրենց կյանքի ընթացքում շատ օգտակար են եղել։ Ինչ վերաբերում է ուսանողական միության հիմնադրությանը, տեսեք, Դաշնակցություն հիմնադիրները իրանք եղել են ուսանողներ։ Քրիստափորը, Ռոստոմը, Զավարյանը, մեր հիմնադիր հայրերը իրենք եղել են ուսանող երիտասարդներ, երբ որ նախաձեռնել են հայ հեղափոխականների Դաշնակցության հիմնադրությունը։ Եվ Դաշնակցության համար միշտ ուսանողական երիտասարդական կազմակերպությունները ունեցել են առանձնահատուկ դեր, հակառակ մեր կանոնադրության գրված ու չգրված բոլոր օրենքների։ Եվ Դաշնակցության հիմնադրումից ընդամենը տարիներ հետո արդեն տարբեր կազմակերպական շրջաններում ձևավորվել են ուսանողական միություններ եւ ըստ էության ուսանողական միությունները հայ հեղափոխական Դաշնակցության կազմակերպական կառույցի անբաժանելի մասնիկն են եղել միշտ։ Մասնավորապես օրինակ Լիբանանի Զավարյան ուսանողական միության հիմնադրումից անցել է ավելի քան 100 տարի։ Ես չգիտեմ աշխարհում կա մեկ այլ ուսանողական կազմակերպություն, որ այդքան երկար կյանք է ունեցել։ Եվ ուսանողական կազմակերպություններ Դաշնակցությունը միշտ է ունեցել, թե ամերիկյան մայրցամաքում, թե Եվրոպայում, թե Թուրքիայի տարածքում։ Եվ 90 թվականին Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո, երբ որ Դաշնակցությունը վերընձուղվում էր հայրենիքում, բնականաբար առաջին քայլերից մեկը եղավ նաև ուսանողական միության ստեղծման նախաձեռնությունը։ Եվ բյուրոյի որոշմամբ է ստեղծվել ժամանակին Աղբալյան ուսանողական միությունը, որի հիմնադիր ժողովին մասնակցել է այն ժամանակվա բյուրոյի գործիչ երջանկահիշատակ Խաժակ Տեր-Գրիգորյանը, բնականաբար այդ ժամանակ Հայաստանում Դաշնակցության անդամակցած ուսանողների թիվը բավականին փոքրաթիվ էր, հիմնականում այստեղ ուսանող սփյուռքահայ մեր ընկերների մասնակցությամբ ձևավորվեց ուսանողական միությունը, բայց շատ արագ ընդամենը 1-2 տարվա ընթացքում ուսանողական միության թիվը էապես ավելացավ եւ ուսանողական միությունը 90-ական թվականների սկզբից ըստ էության 91 թվականից ի վեր շատ լուրջ էական մասնակցություն է ունեցել թե Արցախյան ազատամարտում, թե հանրապետության հասարակական քաղաքական կյանքում եւ ամենատարբեր ասպարեզներում մշտապես եղել է առաջին գծի վրա եւ ուրախ եմ, որ ուսանողական միության անընդհատ գործունեությունը շարունակվել է ավելի քան 35 տարի եւ մենք այսօր առիթ ունենք միմյանց շնորհավորելու, մաղթելու, որ Աղբալյան ուսանողական միությունը հետ այսուևս կարողանա իր առաքելությանը համապատասխան գործունեություն ծավալի։ Անկեղծ քիչ առաջ այստեղ գալուց մտածում էի, որ երբեք մտքովս չէր անցնի, որ կանցնի 30-35 տարի, ներկա կգտնվեմ Աղբալյան ուսանողական միության հիմնադրման հոբելյարին եւ հետահայաց հայացքով կփորձեմ արժևորել անցած ճանապարհը եւ թե Աղբալյան ուսանողական միությունը ինչ ա տվել ինձ։ Պարոն Համբարձումյան, մեծ հետաքրքիր է այդ տարիների ընթացքում ինչպես է փոխվել Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը, ձեր դիտարկումները կխնդրեմ։ Տեսեք, կարծում եմ ուսանողական միությունը որոշ առումով փոփոխությունների ենթարկվել է բնականաբար, բայց գործունեության ուղղությունների, նվիրվածության, կազմակերպական կառույցի մեջ իր դերակատարության առումով շատ էլ էական տարբերություններ չեմ տեսնում։ Տեսեք, Աղբալյան ուսանողական միությունը ի սկզբանե իր հիմնադրման օրվանից ի վեր ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտում։
մեր ուսանողական միությունը ունեցել է իր ջոկատը եւ այդ ջոկատով մասնակցել է ըստ էության Շուշիի առանձնակի գումարտակի կազմում բոլոր մարտական գործողությունները։ Բազմաթիվ զոհեր են ունեցել։ Այդ նույն ավանդույթները շարունակվել է թե 44-օրյա պատերազմի ժամանակ, թե դրանից առաջ 100-օրյա պատերազմի ժամանակ։ Այսինքն այդ ավանդույթները Աղբանյան ուսանողական միությունում շարունակվել են մարտական իմաստով, շարունակվել են մյուս բոլոր առումներով էլ։ Օրինակ Շուշին ազատագրվելուց ընդամենը 1 ամիս էլ չէր անցել, երբ Աղբանյան ուսանողական միության մի խումբ ընկերներ հղացան Շուշիում ազգային վարժարան ստեղծելու գաղափարը։ Թվում էր ֆանտաստիկա, թվում էր անիրականանալի երազանք, որովհետև քաղաքը նոր էր ազատագրվել, մարտական գործողությունները շարունակվում էին, ոչ լույս կար, ոչ հաց կար, այսինքն քաոսային վիճակ էր։ Բայց կար որոշում, կար նվիրում եւ իհեճուկս բոլոր այն չհավատացողների ընդամենը մի քանի ամիս հետո այդ գաղափարը լայն տարածում ստացավ, աջակցություն ստացավ նաեւ արտերկրի մեր ուսանողական երիտասարդական միությունների կողմից, ու արդեն հոկտեմբեր ամսին այդ բոլոր դժվարությունները հաղթահարելով Աղբանյան ուսանողական միության ընկերները Շուշիում կյանքի կոչեցին վարժարանը, որը շատ կարևոր դերակատարություն է ունեցել սերունդների կրթման գործում։ Ուզում ասեմ, այդ տեսակ խենթ ու խելառ բաներ էլ է Աղբանյան ուսանողական միությունը որոշել ու արել։ Նույնը վերաբերում է ուսանողական խորհուրդների ստեղծման գաղափարին, երբ որ դաշնակցությունը կասեցված վիճակում էր, բայց անգամ այդ պայմաններում Աղբանյան ուսանողական միությունը հետամուտ եղավ եւ մեր բուհերի մեծ մասում ուսանողական ինքնակառավարման մարմինների ձևավորման գործում ունեցել է էական ու առանցքային դերակատարություն։ Եվ այսպես շարունակ, հիշողությունները շատ են եւ պատմության մեջ արձանագրելի ձեռբերումները եւս։ Հավարսումյան, այն հետաքրքիր է միության հիմնադիր սերնդի եւ նորորյա սերնդի, ովքեր անդամակցում են Նիկոլ Աղբանյան ուսանողական միությանը, այդ համագործակցությունը ինչպես է ստացվում, ինչպես է կարողանում կազմակերպել։ Տեսեք, այն բոլոր մեր ընկերները, ովքեր որ երբևէ բախտ են ունեցել ուսանողական միության անդամ լինելուց, անկախ նրանից հետագայում իրենց կյանքի հետագիծը ինչպիսին է եղել, ինչ դիրք ու պաշտոն են զբաղեցրել կամ ինչ հանգամանք են ունեցել, միշտ այդ հոգևոր կապը եղել է եւ միշտ այդ գուրգուրանքը եղել է Աղբանյան ուսանողական միության հետ եւ միշտ այդ նաեւ անմիջական մարդկային կապն է եղել մեր ընկերների հետ, անկախ ամեն ինչից, որը թե փորձի փոխանակում է եղել, թե եղել է պարզ ընկերական հարաբերություններ, որոնք օգտակար են եղել, թե մեր կրտսեր ընկերները որևէ անգամ խնդիր չեն ունեցել ինչ-որ հարցով դիմելու եւ խորհրդատվություն ստանալու։ Այսինքն այդ հոգեկան, անմիջական կապը միշտ պահպանվել է։ Ավելին ձեզ ասեմ, անգամ մեր ընկերները, ովքեր որ այս կամ այն պատճառով այսօր դաշնակցության մեջ չեն, անգամ այդ ընկերների մեջ շատ մարդիկ կան, ովքեր վստահ եմ այսօր ներկա կգտնվեն, ու ովքեր նույն հոգեհարազատության զգացումը ունեն, ինչպես բոլորս։